Իմ կարծիքով, տեսեք, դա բիզնես է, չէ՞, իրականում, կա շուկա, կա տարիներով ստեղծված շուկա, եւ ասես մի փոքր զուգահեռ անցկացնենք, եկավ ծորեն Ղազախստանից, չէ՞, եւ Ռուսաստանից։ Ռուսաստանից հետո Ղազախստանից, հայտարարեց Ռուսաստանը, բայց ռուսական ծորեն ավելի շուտ մտավ։ Դե իմ կարծիքով դա ուղղակի փորձել են տես մեր ռուս գործընկերները իրականացնել, որ առաջինը իրանցը մտնի, տես տպավորություն էլի, երբ որ գնահատական է ստալի, որովհետև ղազախական ծորենը շատ ավելի շուտ էր դուրս եկել Ղազախստանից, քան ռուսականը, բայց ռուսականը ինչ պատճառով ավելի շուտ մտավ։ Բայց տեսեք, դուք ձեր հարցին պատասխանեմ, էլի, այսինքն ինչ է ստացվում, շուկան դիվերսիֆիկացվում է, եւ Ռուսաստանը զուտ միայն բիզնես լոգիկայից ելնելով բնականաբար փորձում է շուկան պահի։ Ու ինքը կպահի իհարկե, որովհետև Հայաստանի ձեռնատու է Ռուսաստանի հետ աշխատել անկախ ամեն ինչից, այսինքն Հայաստանը այսօրվա դրությամբ ուզում է ուղղակի ռիսկերը դիվերսիֆիկացնի, բնականաբար իմ կարծիքով մենք պատրաստ չենք ամբողջ ծավալը անցնենք եւ բերենք Ղազախստանից, այսինքն պահվելու է որոշակի տրամաբանություն, այսինքն ծավալները կիսվելու են, կարող առողջի բաժինը մնա Ռուսաստանին, հնարավոր է, բայց նաեւ Ղազախստանից ենք պատրաստում շարունակել ծորենի ներմուծումը եւ բանակցությունները այս պահին իրականացվում են։ Ինչ ծորեն։ Ծորենի որակի շուրջ աղմուկը տարօրինակ չէր մի քիչ։ Պարոն, իրականում մի քիչ ծավալի է, էլի։ Ես տենց որ նայում եմ, տեսեք ինչն է հարցը, էլի այստեղ։ Նախ գաք սկզբից, սովորաբար մենք ինչ ծորեն ենք ներկրում։ Երրորդ կարգի հիմնականում։ Հիմնականում երրորդ կարգի ու ստե ամենակարևորը գիտեք որն է, մենք մի փոքր sense ազգովի փորձում ենք մտնել գործարարի դաշտ։ Գործարարը դա պետությունը չի ներկրել, դա գործարարը չէ ներկրել։ Գնելա գործարարը, այսինքն մենք ինչ ենք ուզում անենք, էլի իրան հարցադրում տանք ինչ ես բերել։ Դա իր գործն է իրականում։